Հայաստանում մենք տեսնում ենք, որ գործող ռեժիմը Փաշինյանի գլխավորությամբ տարիներ շարունակ ատելության քարոզ է հղել Արցախահայերի նկատմամբ։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ քարոզը ատելության շարունակական բնույթ է կրում։ Այսև այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ երգիչ երգահան Տիգրան Ավետիսյանի հետ։ Ողջույն Տիգրան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Դուք վերջերս ձեր էջում տեղադրել եք screen, որտեղ հստակորեն ֆիքսում էր ռեժիմի հետ աֆիլիացված անձնավորություններից մեկը ինչպես է ատելության խոսք տարածում Արա Ներսիսյանը։ Այո, Արցախահայերի նկատմամբ եւ Արցախի նկատմամբ առհասարակ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը, որը որ գալիս է ամնավերևից, իր այսպես ասած պտուղներն է տալիս, անգամ շատ ավելի ներքևի մակարդակներում։ Ձեր կարծիքով ինչ խնդիր է փորձում լուծել Փաշինյանական ռեժիմը իր այս ատելության քարոզով։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ես կարծում եմ, որ պետական մակարդակով այս ամեն ինչը որ արվում է, ինքը նպատակ ունի նախ եւ առաջ բնակչության գոնե մի հատվածի շրջանում, որովհետև բոլոր բնակչության հատվածում բնականաբար շատ բարդ կլինի, մի հատվածում բերել հասցնել են սովորական կետին, որ ամեն ինչ նորմալ է, մենք խնդիրներ չունենք, Արցախը այդպես առաջ էլ մերը չի եղել, ինչպես շատերը ասում են, բայց օրինակ մինչև 2018 թիվը նույն են մասան, որ այսօր Փաշինյանին է գովում, համակրում եւ այլն, այդ նույն մարդիկ կային իրականում, այնպես չի որ չկային, բայց չէինք լսի այդպիսի բան, ինչ որ մի հայի շուրթերից, որ օրինակ Արցախը մերը չի եղել երբեք։ Իսկ նմանատիպ մարդկանց միջոցով իշխանությունը փորձում է բնականաբար այնպես անի, որ ցույց տա, որ տեսեք, մենք մենակ չենք, այսինքն սա պետական մակարդակով չի արվում միայն, սա նաև ժողովուրդն է ուզում, որտեվ Փաշինյանը ժողովուրդը մեր հետ է։ Ժողովուրդը մեր հետ է ու ինքը իր վերջի տարբեր հարցազրույցների ժամանակ էլ ու նաև ընտրություններից առաջ անընդհատ ինչ էր ասում, որ ասում էր մենք Արցախյան շարժման հարցը փակել ենք ու ժողովուրդը մեզ կընտրի, եթե ընտրի նշանակում է ժողովուրդն էլ է փակել, բայց ցավոք սրտի բացի դրանից նաև որտեղ մի բան է երբ որ փակում են, մի բան է որ նաև ժողովուրդը կամ ժողովրդի Փաշինյանական հատվածը ատելությունն է սերմանում, պառակտում է ու բնականաբար այդ ամեն ինչն էլ վերևից է գալիս։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ ասել է, որ անկախության հռչակագիր ասվածը դա պետության մահվան մասին փաստաթուղթ է, մոտ օրես կլրանա անկախության հռչակագրի ընդունման 36-րդ ամյակը օգոստոսի 23-ին եւ մենք կանգնած ենք շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև, ադրբեջանական կողմը ուղղակիորեն պահանջ է դրել, որ այո, պետք է փոփոխությունը լինի եւ Նիկոլ Փաշինյանը ու իր կուսակիցները անթակույց կերպով լծված են այդ պահանջի կատարածմանը։ Այս պարագայում ինչ վտանգների առջև ենք մենք կանգնում որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հանրություն։ Նախ քանի Փաշինյանը իշխանության ղեկին է մնում ու մնալու է, երբ քանի մնալու է, բնականաբար հաղթող կողմը անընդհատ նոր պահանջներ է ներկայացնելու ու այդ դեպքում հենց կարևորներից մեկը, որ իշխանափոխություններ պետք, հենց այդ է, որովհետև երբ որ բանակցողը կոպիտ ասած կզած, պարտված, կռացած մարդն է, ուրիշ խոսակցություն է գնում, երբ որ նոր մարդ է գալիս ու նոր մարդը իր ուրիշ դիրքից է խոսում բնականաբար, թեկուզ պարտված երկրի ղեկավար որպես, բայց բնականաբար ինքը ուրիշ ոչ ստորացված, գոնե ինքը իր անձը ստորացած չի։ Այս դեպքում Փաշինյանը բնականաբար պետք է համոզի, տանի առաջ այդ սահմանադրությունը փոխելու թեզը, որովհետև մեր սահմանադրության մեջ դեռ կա կետեր, որ օրինակ Հայաստանը Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորն է, ու փաստացի սպայն Արցախի հանրապետություն չկա, բայց մեր սահմանադրության մեջ Արցախի մասին նշանակվող կետեր կան։ Ու պարզա որ Ալիևը պահանջելու է ու շարունակելու է իր պահանջները, իսկ իշխանական տարբեր լրատվականներ եւ իշխանությանը հարող մարդիկ, երբ որ անընդհատ ասում են, որ տեսակ
Սահմանդրությունը չփոխեցինք, տեսակ 300,000 ադրբեջանցի չեկավ եւ այլն, ես կուզենամ հիշեցնեմ իրենց ու մեր հայրենակիցների մնացած ավելի սթափ հատվածին, որ ամեն ինչ միանգամից չի լինում։ Այսինքն նոր է վերջացել, հա, բնականաբար, այսինքն ինչ արեց Փաշինյանը, հո 18 թվին չեկավ միանգամից հանձնեց Արցախը, հո պատերազմից հետո միանգամից Արցախը չհայաթափվեց, այսինքն ամեն ինչ լինում է փուլ առ փուլ ու այս դեպքում իրենք զբաղված են ավելի ներքաղաքական խաղերով ավելի շատ իմ կարծիքով, այսինքն ԿՊ-ն այս պահին չունենալով սահմանադրական մեծամասնություն, ինքը փորձում է իր ոտը պնդասնի կոպիտ ասած, այսինքն իրենք փորձում են իրենց դիրքերը ամրապնդեն Հայաստանում, պարլամենտում էս ամեն ինչը որ ընթանում է, 9-րդ գումարման արդեն սկսել են բանավեճերը եւ այլն, այսինքն իրենք փորձում են հասկանան հələ ինչ է կատարվում, ինչը որ կարան գնան, նոր անցնեն իրենց քայլերին, իսկ որ իրենք անելու են բնականաբար ի վնաս Հայաստանի տարբեր քայլեր, կարծում եմ շատ ակնառու է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը շարունակաբար փորձում է ցույց տալ, որ իբրև թե ինքը չունի լեգիտիմության խնդիր, իրեն ընդունում են հանրության բազմաթիվ շերտեր, օրինակ նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ռիսկ էր անում դուրս գալ մարդամեջ, բայց այդ ողջ ընթացքը ուղեկցվեց բազմաթիվ միջադեպերով եւ հիմա փորձ է անում հանրության այլ հատվածի հետ աշխատել, օրինակ վերջերս նա հյուրընկալվել էր բլոգոսֆերայի հայտնի ներկայացուցիչների մոտ եւ արդյոք ընդունելի է ձեզ այն, որ նա կարող է սպասված պերսոնա լինել այս կամ այն շրջանակներում։ Ցավոք սրտի նայեք, ցավոք սրտի բնականաբար կլինեն մարդիկ, որ իրենք կընդունեն Փաշինյանին ու իրենք միշտ էլ պատրաստ կլինեն, որովհետև կյանքը ու պատմությունը ցույց է տվել, որ մարդկանց մեջ կա մի տոկոս, որոնք միշտ հաշտեն իշխանության հետ։ Այդ նույն մարդիկ, նույն բլոգերները եւ նույն այն հարմարվողական մտածելակերպի մարդիկ իրենք լինելու են նույնը, եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, այսինքն այդ մարդիկ, ովքեր հիմա օրինակ ընդդիմությանն են քարկոծում, եթե եկավ Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ մի ինչ-որ նոր X ուժ, բնականաբար իրենք վազելու են այդ մարդկանց գիրկը ու փորձելու են, որովհետև դա իրանց համար PR-ը, դա իրանց համար իշխանության հետ գործարքների գնալու միջոց է, ապրուստի միջոցը նաև ցավալին հենց այդ է։ Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի լեգիտիմությանը, դավաճանների հետ նույնականանալը ընդունելի կարող է լինել։ Իրենց համար նորմալ է փաստորեն, այսինքն այստեղ խնդիրը այն է, որ մենք դիտում ենք Փաշինյանին ու Փաշինյանի թիմին որպես դավաճան, որպես անպատասխանատու, խիղճ չունեցող, անցյալը ուրացող մարդկանց, մի խոսքով, բայց բնականաբար իրենց որ դա ասես, իրենք չեն ասի, որ այո Փաշինյանը դավաճան է, բայց մենք իրանց հետ նույն նավի մեջ ենք։ Բնականաբար իրանք կասեն Փաշինյանը դավաճան չի, որովհետև ցավոք սրտի բնակչության ոչ ամբողջ հատվածն է պատկերացնում ինչ ա եղել ու ոնց եկավ հերթականությունը քայլերի եւ այլն, շատերը մտածում են այնպես ինչպես Փաշինյանն է իրանց կերակրել, այսինքն մենք ուժ չունենք, Արցախը Ադրբեջանի կազմում է, ռուսներն էին մեղավոր, հազարավոր ինչ-որ sense բաներ է 8 տարիների ընթացքում տված շատ բաներ են, բոլոր տեքստերը, որ ինքը ասել է այս տարիների ընթացքում, բնականաբար իրեն հարող հատվածը նույն կերպ է մտածում կամ ուզում է հավատա, կամ շատերը կան, որ իրականում ցավալի ասել է, բայց իրական թքած ունեն։ Այսինքն իրանց մեկ է այդ ամեն ինչը։ Իրենց համար Արցախը կլիներ թե չէր լինի, իրանց համար տարբերություն չկա մեծ հաշվով։ Իրենք վարչապետին կանչում են, իրենց հետևորդները 100,000-ից դառնում են 150,000, դա իրանց համար երջանկություն է, որտեղ փող աշխատելը ավելի հեշտանալու է, արագանալու է։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի լեգիտիմությանը, Փաշինյանը ինքն էլ շատ լավ գիտի, որ լեգիտիմություն այսօր չունի ոնց առաջ էր, որովհետև եթե լեգիտիմություն ունենար, նախ իրան չէր պատրի մեջտեղից, այս ամբողջ քարոզարշավի ժամանակ տեսակ ինչ էր կատարվում, սրտիկներով, գոռալով, չգիտեմ, մի հատ որ մարզերից մեկում էր հերթով մարդկանց 100 հոգու հերթով ասում էր այդ մեկը դու ես, այդ մեկը դու ես, այսինքն ինքը իր ամբողջ կոկորտը ու ներվերը բաներ անում, նաև ընդդիմախոսներին քննադատելու համար եւ այլն, որ ինքը ձայն ստանա, այսպես ասած, այդ ամեն ինչը նաև դրան զուգահեռ եղավ ամբողջ ընթացքում իհարկե վախի մթնոլորտ ստեղծել է, որովհետեւ
չտեսնված, չլսված բան է, որ դու քո ընտրողին, քո ժողովրդին ասում ես, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Այսինքն մենք փաստենք, որ շատ մարդիկ, ովքեր օրինակի համար չէին գնալու ընտրության կամ չունեին կոնկրետ ինչ-որ նախընտրած ուժ, շատերը հնարավոր է օրինակի համար մի 50,000 հոգի այդ նպատակով է գնաց ընտրի, որովհետև մարդը խորապես չի վերլուծում եղելությունը, ինքը ունի տղա, որը 16-17 տարեկան է, հեսա պետքա գնա բանակ, այսինքն այդ դեպքում դու չեղավ, որ լեգիտիմ ես։ Նույնը ինչի չէր անում օրինակ 18 թվականի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը, որովհետև Փաշինյանը 18 թվին գիտեր, որ ազգի 90%-ը իր մեջքին կանգնած է, ու ինքը հանգիստ գնաց ընտրությունների առանց ինչ-որ մեկին վարկաբեկելու, առանց կոկորտը ճղելու, բայց այս ընտրությունները դրա հետ չես համեմատի, այսինքն իր այս բերած բոլոր աղետները բերել են այն կետին, որ ինքը 50 էլ չհավաքեց, կեղծելով ինչ-որ մի տարբեր քայլերով հասավ դրան, որ զոռով խցկվեցին խորհրդարան մեծամասնությամբ։ Մենք ունենք բազմաթիվ կարևոր խնդիրներ, օրակարգային հարցեր, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցը, այս քաղաքական բռնաճնշումների դիմացը առնելու հարցը, եկեղեցու դեմ շարունակվող այս ոտնձգությունները, որովհետև մենք տեսանք ամոթալի եւ աներևակայելի մի բան, երբ Վեհափառ Հայրապետը կանգնեց դատարանի դահլիճում։ Հիմա Ձեզ ինչ պետք է անի ընդդիմությունը քաղաքական բանտարկյալների պաշտպանության եւ ազատ արձակման մասով եւ եկեղեցու պաշտպանությունը ուժեղացնելու համար։ Նայեք, այս ամեն ինչը իրականում ունի մեկ լուծում, այսինքն մենք ընդհանուր այս բոլոր խնդիրներից, որ խոսում ենք, այս դեպքում իրականում կամ պետքա լինի իշխանափոխություն ու այդ ամեն ինչ այդ սխալ ձևավորված ինստիտուտները, այսպես ասած, վերանան, որտեղ նոր իշխանությունը չեմ կարծում ընկնի հոգևորականների ետևից։ Կամ Քահանի Փաշինյանը մնա, մենք իրականում ինչքան էլ փորձում ենք դատարան ենք գնում, իրենց կողքին ենք լինում բան, բայց մեծ հաշվով մենք էլի պետք է իրենց կողքը կանգնենք, փորձենք ամեն ինչով արդարությունը ցույց տանք, թեկուզ մեր քիչ տեղյակ անտեղյակ հայրենակիցներին, ովքեր ավելի քիչ են վերլուծում, ավելի քիչ են լուրեր նայում, բայց մեծ հաշվով եթե Փաշինյանը մնա, ինքը շարունակելու է ոտնձգությունները եկեղեցու հանդեպ։ Այստեղ ուղղակի եթե նայենք վերջի տարիների ընդհանուր պատկերը, այսինքն քաղբանտարկյալների, մի հատ շատ հետաքրքիր բան է երևում, այսինքն ոչ մեկին կոնկրետ մեղադրանք այդպես էլ չի առաջնորդվել ու ես կխնդրեմ մեր այն հայրենակիցներին, ովքեր անընդհատ տարբեր տեղեր մեկնաբանում են կամ կոպիտ ասած դաբրո են տալիս Փաշինյանի քայլերը, վերջում նայեն դատարանի վճիռները։ Ինչ է կատարվել Արմեն Աշոտյանի հետ, Բագրատ Սրբազանի հետ, տարբեր քաղբանտարկյալների հետ, այսինքն մեծ հաշվով ինչ է անում Փաշինյանը։ Փաշինյանը մեկ զանգով, ինքը ճիշտ ասում է դատարանները անկախ են, բայց միշտ իր ինչ-որ հայտարարությունից հետո է, չէ, հետևում այդ կալանավորումը, չի կարա միշտ տենց համընկնի, այդ մեկ։ Երկրորդ, ինչ է անում, տանում են, 2 ամիս պահում են, հետո դրանից հետո անընդհատ բավարար ապացույցների հիմք չկա, շարունակում են, էլի երկարացնում են, այսինքն ապացույցը չկա, երկարացնում են կալանքը։ Այդ դեպքում կարան բաց թողնեն օրինակ։ Հետո մի տարի, 2 տարի պահում են, օրինակ Արմեն Աշոտյանին, ինչ են անում վերջում, տալիս են տնային կալանք, հետո արդարացնում են։ Բայց այստեղ խնդիրը այն չի, ինչ անում Փաշինյանը։ Փաշինյանը պարզ է, ինքը ուզում է կոպիտ ասած, փողոցային լեզվով ասած, կոտրի իր հակառակորդներին, նստացնելով, որ, չգիտեմ, բանտի պատերից դուրս գալուց հետո մարդը իրան ավելի խելոք պահի, նախ չի հասկացել, որ այս մարդիկ չեն կոտրվում, այդ մեկ։ Բայց Փաշինյանի արածը պարզ է, պարզ չի ստեղ իրեն սատարող մարդկանց վերաբերմունքը։ Այսինքն այդ մարդիկ չեն տեսնում, որ մի րոպե, այս մեկը արդարացվեց, այն մեկը արդարացվեց, այն մեկը արդարացվեց։ Եթե օրինակի համար Բագրատ Սրբազանը տերորիստ էր, տերորիստի բանով էին, չէ՞ տարել։ Ոնց եք դուք տնային կալանք տալիս։ Իրականում, այսինքն չի կարա տենց բան լինի, էլի անհեթեթություն է, ինչ որ մեկը որոշել է տերոր անի, մարզպանի, ահաբեկչություն անի ու դու իրան բաց ես թողնում։ Այդ ոնց որ դու ասես, չգիտեմ, այս վերջերս ազգային ժողովում Քոչարյան Լևոնը շատ լավ օրինակ բերեց, որ ասեց Բեն Լադենին բերում համեմատում ես բանի հետ, ոնց կարելի է։ 3 էր կարծեմ, չէ՞։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս։ Դու մտածում ես այս մարդը ահաբեկիչ է, զենք է վերցնելու քեզ գա սպանի,
ու դու զսպել ես այդ գործողությունը, դու իրան բաց ես թողնում, ինչ ապացույց կա, որ էլի չի գանի։ Այսինքն իրանք այդ բաց թողնելով ցույց են տալիս, որ իրենք կոպիտ ասած շառ են արել։ Այսինքն իրենք իրենց գործողություններով են ցույց տալիս բոլորին, Սաղաթելյան Վազգենին, Աշոտյան Արբենին, Բագրատ Սրբազանին, նույն այս հիմա վեհապարի գործը Նարեկին, շատ մարդ կա, բոլորին չեմ կարողանում հիշեմ, իրենց գործողություններով իրենք ցույց են տալիս, որ իրենք չեն կարողանում պատասխան տան, որովհետև բռնել տանելը մի բան է, դու կարաս մարդուն ոստիկաններին հրամայես, ստիպես տանեն քո հրամանի բանով, բայց մի բան է, որ պետք է ինչ-որ ապացույց լինի։ Ապացույցը չի կարա լինի, չես կարա հորինես, որովհետև դատարանում անկախ նրանից, որ դատավորը Նիկոլին է ենթարկվում, դատախազը Նիկոլին է ենթարկվում, կապ չունի, պետք է փաստ է, դու փաստ բերես ցույց տաս, որ այս մարդը սրա համար է դատվում։ Դրա համար շատ կուզենամ, որ մեր հայրենակիցների այդ հատվածը, որոնց այդ վերջի տարիներին ցավոք սրտի մեծ անդունդ է ձևավորվել մեր ու իրանց մեջ, հասկանան մի քիչ ուրիշ բանով նայեն, էլի փորձեն վերլուծեն իրավիճակը, հասկանան, մի րոպե, տարակ ես մարդուն, չապացուցեցիք, ուրեմն դուք եք սխալ արել։ Անկախ նրանից, եթե դու նույնիսկ Նիկոլին ես համակրում, դու փաստես, որ դու տեսար, որ Նիկոլը անհիմն էր տարել այդ մարդկանց, այսինքն դարձան քաղ բանտարկյալ։ Շատ լավ, եւ վերջին հարցս, շատ են նշում, թե որտեղ են մշակութային գործիչները։ Դու մշակույթի մարդ ես, երաժիշտ, երգահան, եւ ես գիտեմ նաեւ, որ բացի այն, որ ունես ակտիվ քաղաքացիական կեցվածք, նաեւ ստեղծագործությունների միջոցով ես քո այդ ամբողջության ձայնը բարձրացնում եւ արվեստագետներ, մշակութային գործիչներ ինչ պետք է անեն հիմա։ Եթե ես նայեմ իմ կողմից, այսինքն սուբյեկտիվ, պետք է անեն այն, ինչ որ ես եմ անում, բայց նաև կան շատ արվեստագետներ, ովքեր երաժշտության միջոցով չեն անում, որտեղ իրանց երաժշտությունը օրինակի համար ոճային մի քիչ այլ է, ես քանի որ ռոքի մեջ եմ ստեղծագործում, ռոքը ինքը արդեն բողոքող երաժշտություն է։ Ինչ պրոյեկտներ ես անում հիմա։ Հիմա այս պահին աշխատում եմ երրորդ ձայնասկավառակի վրա արդեն, առաջինը թողարկել եմ 24 թվին, Սխալ երկիրը, որի համար ի դեպ զանգեր էի ստանում փակ համարներից եւ այլն, ոստիկանություն տարան մի անգամ։ Հետո Հասկենի ալբոմը անցած տարի թողարկեցի, այս տարի էլ երևի հոկտեմբերին կթողարկեմ Սեր մեր ալբոմը, ինքը գծիկով է գրած, այսինքն Սեր մեր երկրին է վերաբերվում, բայց նաեւ միասին կարդալու դեպքում Սերմերի մասին է խոսքը, որ օրինակ Արևմտյան Հայաստանից երբ որ ծառը կտրում են արմատից կամ բան են անում, ինքը էլի սերմերը, կորիզները բանը լինում, շարունակում է էլի աճել, սա վերաբերում է արդեն վերջի դեպքերին, որ Արցախահայությունը պետքա Հայաստանում առաջի հերթին նախ իրեն զգա ինչպես տանը, որովհետև մենք էլ որ Արցախ ենք գնում, չենք մտածում օտար հողի վրա ենք, ու նաև տանը զգալուց բացի պետքա շարունակի բարգավաճել, ապրել, որտեղ կյանքը դրանով չվերջացավ, իհարկե մտքում պահելով Արցախի վերադարձը, որովհետև մեզանից շատերն էլ իրականում Արևմտյան Հայաստանից գաղթած մարդկանց ժառանգներ են, բայց մենք շարունակել ենք, ունեցել ենք մեր երկիրը եւ այլն։ Ինչ վերաբերվում է մշակույթի գործիչներին, նախ մտավորականությանը նաև պետք է ասել, որ իրականում բոլորը չի որ լուռ են։ Նախ իմ շատ լավ ընկեր ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը միշտ ակտիվ ա եղել, ինքը երբեք չի էլ թաքցրել իր քաղաքականացված լինելը, չնայած ժողովրդի մեջ շատ ինչ-որ վատ բան կա, չէ, պատկերացում, որ պետք է քաղաքականություն չմտնես, քաղաքականությունը կեղտոտ բան է մի խոսքով, բայց երբ որ ազգի այս արդեն քաղաքականություն չի, վաղուց քաղաքականություն չի, քաղաքականություն կլինի, երբ որ դու ունենաս ազգային ղեկավար, ու արդեն կլինի ճաշակի հարց, թե դու որ ուժին ես սատարում եւ այլն, այս դեպքում քաղաքականություն չի։ Միքայել Ոսկանյանը չի թաքցնում իր բանը անդիմադիր կեցվածքը, էլի մարդիկ կան ու նաև ցավով պետք է ասել, որ շատերը կան, որ իրենց համար մեկ է իրականում, ոնց նախորդ թեմայի մեջ ասացի բլոգերների հետ կապված, իրենց մեկ է, իրենք պատրաստ են կանգնեն իշխանության կողքին, անկախ նրանից ով է իշխանությունը եւ ընդհանրապես չբարձրաձայնեն ոչ մի թեմայի մասին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր երգիչ, երգահան Տիգրան Ավետիսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին,
Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հետագայում։